Սիրելի ախուրյանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ։ Նախ շնորհակալ եմ, որ եկել եք, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ժորժ ջան, այս նախընտրական քարոզարշավը ունի մի շատ կարևոր առանձնահատկություն, եւ այդ առանձնահատկությունն այն է, որ մենք այլ տրամադրությամբ եւ այլ արդյունքներով ենք այս նախընտրական քարոզարշավը իրականացնում։ Նախ մենք այսօր լավ նորությամբ ենք օրը սկսել եւ այդ նորությունն այն է, որ ախալքալակ կարս երկաթուղին այլևս բաց է այսօրվանից Հայաստանի Հանրապետությունից արտահանումների եւ դեպի Հայաստանի Հանրապետություն ներկրումների համար։ Եվ սա հերթական դրսևորումն է այն երևույթի, որի մասին ես մեկ-երկու առիթով խոսել եմ։ Հայաստանի Հանրապետությունը իր աշխարհագրական կոորդինատներով, որտեղ եղել, այնտեղ էլ շարունակում է մնալ, բայց այս ընթացքում շատ կարևոր եւ անհավանական թվացող բան է տեղի ունեցել։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն է փոխվել եւ Հայաստանը պատերազմական եւ կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի, ինչի առիթով ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ։ Այսօր արդեն մենք երկաթուղային կապ ունենք դեպի արևմուտք եւ դեպի արևելք, բայց սա միայն սկիզբն է, որովհետեւ առջեւ առաջիկայում իմիջայլոց մենք սկսում ենք Ախուրիկի երկաթուղի վերականգնման աշխատանքները եւ նաեւ Երասխի երկաթուղու վերականգնման աշխատանքները եւ նաեւ տրիպ նախագիծն ենք իրականացնելու, որի արդյունքում մեր երկաթուղիները հյուսիսից հարավ եւ արևելքից արևմուտք լիարժեք բացվելու են Հայաստանի Հանրապետության խաղաղության խաչմերուկի կարգավիճակը վերահաստատելով եւ սա ունի էական նշանակություն Հայաստանի տնտեսության, Հայաստանի անվտանգության համար եւ այս արդյունքը դուք եք ստեղծել, այդ արդյունքը դուք եք նվաճել, որովհետեւ այս ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին բացառիկ իմաստնություն է ցուցաբերել եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այս ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար, ձեր ցուցաբերած համբերության համար, դուք մեզ վստահել եք այնպիսի պայմաններում, երբ որ թվում էր, թե վստահությունը անհնար է, եւ դա շատ թանկ արժե մեզ համար, շատ թանկ արժե, եւ մենք այդ վստահությունը վերցնելով ձեզանից այսօր վերադառնում ենք հետեւյալով։ Մենք այսօր ավարտում ենք 300 դպրոցի, 500 մանկապարտեզի շինարարական աշխատանքները եւ հաջորդիվ սկսել ենք հաջորդ 300 դպրոցի եւ մոտ 100 մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Մենք մեր երեխաների հորդորով առաջիկայում Հայաստանի բոլոր համայնքներում 100 առնվազն 100 կոմբինացված խաղահրապարակներ են կառուցելու։ Մենք առաջիկայում հաջորդ 5 տարվա ընթացքում առնվազն 100 սպորտ դպրոց, երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոցներ են կառուցելու Հայաստանի Հանրապետությունում։ Մենք այսօր նաև ուսուցիչների ատեստավորման ծրագրով ուսուցիչների աշխատավարձի բարձրացման համակարգ ենք ստեղծել, բայց դա ավարտը չի, որովհետև հաջորդ 5 տարվա ընթացքում ուսուցիչները, այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում, նրանք եւս մի անգամ հնարավորություն են ունենալու եւ եթե առաջին ատեստավորմամբ աշխատավարձի դրույքը 100,000-ից դարձավ 200,000 դրամ գումարած ատեստավորման տոկոսը, նոր ատեստավորմամբ արդեն դրույքը 200,000 դրամից դառնալու է 300,000 դրամ գումարած ատեստավորման տոկոսը եւ ուսուցիչների աշխատավարձի այս մեխանիզմը պետք է շարունակաբար աշխատի։ Մենք այսօր կամավոր ատեստավորման միջոցով զինվորականների աշխատավարձերն ենք բարձրացնում։
Այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող, վարձատրություն ստացող ուսուցիչ եւ շարքային կազմի զինվորական կա։ Այսօր մենք Հայաստանում Պաշտպան հայրենյաց ծրագիրն ենք ներդրել։ 18 տարեկան զորակոչիկը գնում է բանակ, 6 ամիս վերապատրաստում անցնում, 5 ամյա պայմանագիր ակնքում, եւ եթե նախկինում ծնողները պիտի մտածեին քաղցր, չգիտեմ, գուլպա ուղարկելու մասին, այսօր այդ զինվորները կախված իրենց ատեստավորման տոկոսից 400, 500, 600,000 աշխատավարձ վարձատրություն են ստանում, մարտական հերթապահությունից դուրս գիշերում են, ապրում են իրենց տանը եւ իրենք են իրենց տունը պահում եւ ոչ թե հակառակը։ Ամսի 28-ին Հանրապետության հրապարակում մեծ իրադարձություն է տեղի ունենալու ժողովուրդ, զորահանդես հաշվետվություն եւ ես բոլորիդ հրավիրում եմ այդ օրը Երևան Հանրապետության հրապարակ։ Ճիշտ է, հեռուստացույցով ցույց ենք տալու ամեն ինչ, բայց նաեւ ես որոշում եմ կայացրել, որ ի տարբերություն նախորդ զորահանդեսների հիմա այնպես չի լինելու, որ տեխնիկան հրապարակով անցնի եւ հեռանա գնա։ Եվ այլ որոշում եմ կայացրել, որ այդ զինվորական տեխնիկան մինչև ամսի 28-ը մինչև կեսգիշեր մնալու է Տիգրան Մեծի պողոտայի վրա, որպեսզի քաղաքացիները նաև երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ նայելու հնարավորություն ունենան։ Այսօր ոնց որ պանիկում պատմեցի, ձեզ էլ պատմեմ, թե ինչն է պատճառը, որ տենց որոշում եմ ես կայացրել։ Ուրեմն Երևանում էլի մարդկանց հետ շփվելով գնում ենք, մի քաղաքացու հետ խոսակցություն գնաց, ասցի դե ամսի 28-ին զորահանդես ալնելու կտեսնեք եւ այլն, այս մարդը ասեց հա լավ է գիտենք ինչ եք անելու, ասի ինչ ենք անելու, զորահանդես է, ասում է հեսա մուլյաժները բերելու եք կամերաների դեմով տենց տանեք իբր թե զենք է իսկական, շատ ծանր ազդեց ինձ վրա այդ խոսքերը եւ մտածեցի որ ոնց կարա մարդը սենց բան մտածի եւ ինչ պետքա ես անեմ, ոնց պետքա արձագանքեմ։ Դրանից հետո որոշում կայացրեցի, որ այդ ամբողջ տեխնիկան ինչ որ կանցնի հրապարակով Տիգրան Մեծ պողոտան, այսինքն Տիգրան Մեծ պողոտան հրապարակից դեպի Երկաթգծի կայարան գնացած փոսն է։ Ամբողջը կշարենք այդտեղ, մինչև ժամը 12:00 կմնա այնտեղ եւ մուտքը բնականաբար քաղաքացիների ազատ կլինի, երկու կողմից իհարկե որոշակի հեռավորության վրա արգելափակոցներ կլինեն, ոնց որ ասենք, բարձա, ասում եմ երեխեքը չբարձանան պատահական կրակեն, մրակեն մեկ խայտառակ կլինենք, որպեսզի դու, բայց ինչ եք դուք տեսնելու, ժողովուրդ, դուք տեսնելու եք բոլորովին նոր բանակ եւ ես ձեզ հրավիրում եմ տեսնելու գալու եւ տեսնելու ձեր նոր բանակը սպառազինված ժամանակակից գեր ժամանակակից սպառազինությամբ այդ սպառազինության մի մասը ժողովուրդ ջան տարբեր երկրների արտադրության զենքեր են եւ սպառազինությունը բայց նաեւ շատ կարեւոր է որ այնտեղ ցուցադրվողի մի բավականին ստվար հատվածը լինելու է Հայաստանի Հանրապետության արտադրության, արտադրված է Հայաստանի Հանրապետությունում։ Ու շատ կարևոր է եւ ուրախ եմ արձանագրել, որ 2026 թվականին Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը սկսել է արտահանումները դեպի միջազգային շուկա, առաջին անգամ այդ մակարդակի տեխնոլոգիական զենք եւ զինամթերք ենք մենք արտահանում, բայց ես նաեւ ուզում եմ մենք արձանագրենք սա ինչի արդյունք է 2017 թվականի համեմատ 2025 թվականի գիտության ֆինանսավորումը ավելի քան կրկնապատկվել է գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը մենք 100-ից 300% ավելացրել ենք ատեստավորման արդյունքում ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորումը 2022-ից 2025 թվականները 170 միլիարդի ֆինանսավորում ենք մենք իրականացրել ռազմարդյունաբերական համալիրի համար ավելին ասեմ այսօր սեպտեմբերից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ցանկացած շրջանավարտ ով ավարտում է բարեհաջող ակադեմիան սպայական կոչում է ստանում
եւ աշխատանք հաստանում զինված սպայական աշխատանք զինված ուժերում պետության կողմից միանգամից ստանում է բնակարան, այսինքն նրա բնակարանային հարցը լուծվում է։ Իհարկե էլ ասեմ, որ մենք 20 տարի վաճառելու թույլտվություն չենք տա, բայց դա իր սեփականությունն է։ Բայց մենք վաճառքի վրա արգելք կդնենք 20 տարի ծառայությունից հետո արդեն կուզենա կվաճառի։ Բայց այսօր արդեն Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի կուրսանտները 170,000 դրամ թոշակ են ստանում, 170,000 Մոնտե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտները 45,000 դրամ թոշակ են ստանում, դպրոցական երեխեք են, ավագ դպրոցի։ Ես սա ինչի համար եմ ասում, ես ասում եմ ձեզ ցույց տալու համար, որ խաղաղությունը, այո, խաղաղություն, դրա մասին ես հեսա կխոսամ, բայց մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ անվտանգությունը եւ պաշտպանունակ ու ուժեղ բանակ ունենալը կարևոր է խաղաղության համար, որովհետեւ այն երկիրը, որը պաշտպանունակ բանակ չունի, ինքը գայթակղիչ է ագրեսիայի համար եւ մենք չենք կարող այդպիսի բան մեզ թույլ տալ, բայց դուք կգաք եւ մայիսի 9-ով չի գա հերոստացով կտեսնի իմ գործը առաջարկելն, բայց ես էլի ասում եմ, ես Երևանի կենտրոնի, փոքր կենտրոնի եւ մեծ կենտրոնի բոլոր ռեստորաններին ուղերձ եմ հղում, հղել եմ արդեն, այստեղից եմ հղում, որ նրանք այդ օրը կրկնակի պաշարներ հավաքեն, որովհետեւ իմ կարծիքով այն ժողովուրդը, որ եկավ տեսավ շքերթը եւ տեսավ հետո Տիգրան Մեծ Պողոտայի շարասյունը, ես մեծ եմ հավանում հավանականությունը, որ այդ ժողովուրդը քեֆ անելու եւ նշելու ցանկությունը ունենալու, որովհետեւ այդ օրը դուք տեսնելու եք ձեր նոր բանակը, նոր սպառազինությամբ, իմիջայլոց, այնտեղ ինչ էր որ դուք տեսնեք, որևէ օգտագործված բան չկա, որևէ այդ բոլոր զենքերի առաջին օգտագործողը Հայաստանի Հանրապետության բանակն է, այսինքն գործարանից դուրս է եկել եւ մենք գործարան բառ ունենք, չէ՞, մենք ասում ենք զավացկոյ, չէ՞, կամ յուղը վրեն։ Այդ զենքերի պլոմբը մենք ենք մեր ձեռով պոկել, հələ չենք էլ պոկել։ Բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ, Ժողովուրդ ջան, ձեզ որպեսզի պատկերացում կազմեք։ Դուք այդ օրը տեսնելու եք նաև D30 հրանոթներ։ D30 հրանոթները 90-ականների սկզբից մեր բանակի հրետանու ողնաշարն են եղել։ Ինքը վատ զենք չի։ Բայց ես այդ զենքի հետ կապված ուզում եմ երկու բան ասեմ։ Հիմա 2022 թվականից հետո պատկերացրիք չէ, ասենք D30 եղել է մեր բանակի հիմնական հրետանային միջոցը, բայց առաջին անգամ 2023 թվականին է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի գործարանային արտադրության, այսինքն յուղը վրեն D30։ Նախկինում մենք ոչ միայն պատկերացնում եք ժողովուրդ, մի հատ էլ խնդրում եմ ըմբռնեք ինչ եմ ասում։ Մեր հիմնական հրետանային միջոցն է, նախկինում մենք ոչ մի անգամ գործարանային վիճակի D30 հրանոթ չենք ունեցել։ Առաջին անգամ է, որ Հայաստանում դուք տեսնելու եք D30 հրանոթ, որի առաջին օգտագործողը մենք ենք։ Նախկինում մեր ոչ միայն D30-ը, այլև մեր զենքերի 90%-ը եղել է այն, որ ուրիշ բանակները արդեն դուրս գրելիս են եղել նիկանդիցիոննի վիճակի հասնելու բերումով։ Եվ երբ որ ժամանակին Սերժ Սարգսյանը ասում էր 80-ականների զենքեր, ինքը գլուխ է գովացել ասելով 80-ականների զենքեր, որտեվ իրականում զենքերը եղել են 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Եվ ես ձեզ այսօրվանից ուշադրություն եմ հրավիրում, D30 դուք էլի կտենաք, բայց դուք կտեսնեք նաև մեր նոր հրետանային միջոցները պետք չի մասնագետ լինել, ընդհանրապես։ Ուղղակի աչքով տեսեք D30-ը, որը առաջի անգամ է եւ նոր է։
Եվ տեսեք նոր հրետանին կտենակ ուրիշ բան չեմ ասում մենակ չափերը կհամեմատեք ուրիշ բան չեմ ասում մենակ չափերը կհամեմատեք եւ այն ինչ որ մեր կողմից հին զենք գնելու էջը անվերադարձ փակված է Հայաստանի Հանրապետությունը գնում է միայն այնպիսի զենքեր որ արտադրված է իր համար եւ իր պատվերով սա շատ կարեւոր է ու ես ասում եմ Տիգրան մեծ Պողոտայում ենք շարելու զենքերը բայց ուղղակի մի զինատեսակ կա որ հազիվ մի կերպ հասրել ենք հանրապետության հրապարակ բայց չեն կարողանալու դա տեղափոխենք Տիգրան մեծի փողոց եւ դա մնալու է հանրապետության հրապարակ գիտեք ինչի որովհետեւ թևերը այնքան լեն են որ չի մտնում Տիգրան մեծի փողոտա դրա համար պետք է ստիպված թողենք հանրապետության հրապարակում այնպես որ ձեզ բոլորիդ հրավիրում եմ տեսնելու եւ հպարտ լինելու ձեր նոր բանակով Ժորժ ջան բայց մենք էլի բաներ ունենք ձեզ ասելու մենք եկել ենք ասելու որ 2018 թվականի համար մենք նվազագույն կենսաթոշակը եռապատկել ենք Ժողովուրդ ջան եռապատկել 2018 թվականին նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ այսօր նվազագույն թոշակը 46000 դրամ է սա դեռ չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը ես 8 տարի վարչապետ եմ Ժողովուրդ ջան 8 տարի մենք 7 անգամ 7 տարբեր որոշումներով թոշակին անդրադարձել ենք 8 տարվա ընթացքում 7 անգամ այդ 8 տարիներից մեկը կովիդի եւ պատերազմի տարին ա եղել այսինքն եթե մենք շատ թե քիչ նորմալ միջին վիճակագրականով շատ թե քիչ նորմալ տարի ենք ունեցել այդ տարի մենք անպայման թոշակին ուղակի կամ անուղակի անդրադարձ ինչ եմ ասում ուղակի կամ անուղակի ուղակին որ ուղիղ թոշակն ենք ավելացրել անուղակին որ անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգ ենք մտցրել եւ հետ վճարի տոկոսն ենք եւ ես այսօր ուրախ եմ արձանագրել որ 531 թոշակառու արդեն իսկ հետ վճարի համակարգից օգտվում է եւ սա շատ մեծ առիթ է մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ միջին թոշակը ավելին է քան նվազագույն սպառողական զամբյուղը այդ նշանակում է որ թոշակառուն մի թոշակով ամսվա իր սնունդը կարա հոգա առաջինը եւ երկրորդը տարվա ընթացքում կարա նաեւ մի զույգ կոշիկ առնի իրան մի հատ թեյ բաժակ առնի մի հատ սուրճի բաժակ առնի բայց սա մեր երազանքների գագաթը չի որ մտածում ենք հայ բուդուր էս ինչ են կարել վայ բայց եկեք հիշենք որ մենք 16000 դրամից ենք հասել այդտեղ մենք մենակ 2018 թվականին կրկնապատկել ենք թոշակը նվազագույն կրկնապատկել ենք բայց նույնիսկ այդ կրկնապատկված նվազագույն թոշակը հերիք չի եղել որ թոշակառուն հաց ու պանիր առնի մենակ հաց ու պանիր առնի մենք մենակ 2022 թվականին ենք նվազագույն թոշակը համապատասխանեցրել նվազագույն սպառողական զամբյուղին Պարենային զամբյուղին, այսինքն մենակ 2022 թվականին են վստահություն ունեցել, որ սոված թոշակառու Հայաստանում չկա։ Բայց նաև մենք սրանով չենք կանգ առնում, որովհետև մենք հասկանում ենք, որ գնաճ ա լինելու։ Այսինքն փողի գնողունակությունը անխուսափելիորեն ընկնելու է։ Դրա համար մենք ասում ենք, մենք նախ կերաշխավորենք, որ այսօրվա վիճակը չի վատանա, այսինքն երբ որ գնաճը կբերի նրան, որ թոշակը ավելի ցածր կլինի նվազագույն սպառողական զամբյուղից, մենք գնաճի չափով թոշակը կկոմպենսացնենք, այսինքն հենց կանենք, որ գնողունակությունը մնա նույն մակարդակի վրա։ Հաջորդիվ մենք առողջության ապահովագրություն ենք ներդրել, ժողովուրդ ջան, առողջության ապահովագրություն, որը Հայաստանի թոշակառուների 65+ տարեկի թոշակառուների նվազագույն առողջապահական կարիքները կարող ենք ապահովել, նվազագույն առողջապահական կարիքները։
եւ այսօր հարյուրավոր, հազարավոր թոշակառուներ ստանում են միլիոնավոր դրամների ծառայություններ, որ նախկինում իրանց թույլ չեն կարող տալ։ Այսօր կարող են իրանց թույլ տալ։ Ինչու? Որովհետև իրանց հարազատ պետությունը կանգնած է իրանց կողքին եւ ասում է, որ առողջապահական նվազագույն կարիքները կհոգան։ Իսկ ինչի է կանգնած ձեր պետությունը ձեր կողքին, սիրելի թոշակառուներ, սիրելի քաղաքացիներ, որովհետև մենք ձեզ սիրում ենք, որովհետև ձեր կառավարությունը ձեզ սիրում է։ Էս է փոխվել Հայաստանում, որ պետությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է պետությանը։ Էս է փոխվել, որ ժողովուրդը սիրում է իշխանությանը, իշխանությունը սիրում է ժողովրդին։ Եվ այսօր այդ սիրո արդյունքներն ենք մենք իրար հետ տեսնում եւ վայելում։ Բայց կարևոր է նաև արձանագրել, թե մենք ինչի հաշվին ենք այս ամեն ինչը անում, որովհետև մենք չենք մոռացել 2018 թվականի ձեզ տված խոստումը, մենք որ ժողովրդի Հայաստանի թալանը կանգնեցնելու ենք եւ թալանվածը վերադարձնելու ենք։ Մենք 2018 թվականից մինչև այսօր շուրջ մոտավոր 8 միլիարդ դրամի գույք դրամական միջոցներ, հարկային եկամուտներ ենք ուղղել պետական բյուջե, որոնք նախկինում հոսում էր քրյա օլիգարխիայի գրպանը։ Մենք այսօր Հայաստանի էլեկտրական ցանցերն ենք պետականացրել, որը նախկինում կալուգացի օլիգարխի գլխավորությամբ մեր մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի վրա ավել փող էր գրում հոսանքի եւ գրպանում։ Մենք դա ենք կանգնեցրել եւ կասեցրել։ Մենք Զանգեզուրի պանձամոլիբդենային կոմբինատում ենք պետական փայաբաժին ստեղծել եւ Զանգեզուրի պանձամոլիբդենային կոմբինատը 2018-ից 2025 թվականը 300 միլիարդ դրամով ավելի փող է վճարել պետական բյուջե, քան նախորդող 8 տարիներին։ Մենք այդ գումարներով ենք թոշակներ բարձրացնում, այդ գումարներով ենք դպրոցներ կառուցում, ճանապարհներ կառուցում։ Մենք նաև կոռուպացված իշխանավորների տներն ենք արդեն պետականացնում եւ դարձնում համաժողովրդական սեփականություն։ Վկա Կոտայքի նախկին մարզպետ 2.5 միլիոն դոլարանոց տունը այլևս իր սեփականությունը չի, այլևս ձեր սեփականությունն է։ Եվ առաջիկայում մենք այնտեղ ծերերի խնամքի կենտրոն ենք ունենալու։ Մենք Հայաստանի նախկին ֆինանսների նախարարի տունը Հայաստանի դատախազության հայտով Միացյալ Նահանգներում վաճառվել է եւ գնի 70%-ը պետք է հիմա ընթացքի մեջ է փոխանցվում է Հայաստանի պետական բյուջե եւ այս process-ը Ժորժ ջան ընդհանրապես հազարավոր քառակուսի մետրերով զբոսայգիներ ենք մենք վերադարձրել համայնքներին, հազարավոր հեկտարներով հողեր, որոնք սեփականաշնորհված կամ փաստացի օտարված են եղել, մենք վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը, մենք վերադարձրել ենք ժողովրդին։ Բայց ժողովուրդ ջան, այս ասելիքը շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատված է խաղաղություն եւ խաղաղության առիթով ես շնորհավորում եմ բոլորիդ։ Այդ խաղաղության արդյունքում է, որ արդեն 2 տարի սահմանին մենք զոհ չունենք եւ վիրավոր չունենք, ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է եղել, որ սահմանին զոհ ու վիրավոր չենք։ Ամեն տարի անկախությունից ի վեր ամեն տարի մենք զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել, ամեն տարի։ Բայց հիմա հաստատված է խաղաղություն եւ մեր խաղաղությունը 9 ամսեկան է եւ մեր 9 ամսեկան խաղաղությունը 9 ամսեկան երեխայի նման բոլորիս ուրախացնում է, ինչպես 9 ամսեկան երեխան է ամեն տանը, որտեղ այդպիսի երեխա կա, այդ ընտանիքի ամենակարևոր եւ ամենասիրելի անդամը, այնպես էլ մեր խաղաղությունը ամենասիրելի ներկայությունն է մեզ համար եւ խաղաղության արդյունքում է, որ երկրում տրամադրությունն է փոխվել եւ բայց 9 ամսեկան երեխան եւ 9 ամսեկան խաղաղությունը մի շատ կարևոր ընդհանրություն ունեն։
եթե իրանց նկատմամբ խնամք չտանենք, իրանք չի ապրի։ 9 ամսական երեխային եթե չխնամենք, չի ապրի։ Այդպիսին է նաև 9 ամսական խաղաղությունը, եթե չխնամենք, չի ապրի, հոգ չտանենք, չի ապրի։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է եկեք այդ 9 ամսյա մանկիկին հասցնենք, հանձնենք որբանոց, որ մենք տեր չենք կարա կանգնենք խաղաղությանը։ Երաշխավորների մասին խոսակցությունը էս է։ Դրանք ասում են եկեք այդ 9 ամսյա մանկիկին չենք կարա մեր տենք հանձնենք որբանոց, հանձնենք ուրիշի կմաճույքին։ Մենք տեսել ենք ուրիշի կմաճույքին մեր ճակատագիրը հանձնելու հետևանքը։ Ժողովուրդ, պատմական բան է տեղի ունենում։ Մենք պետք է հրաժարվենք այն գործելակերպից, որ թույլ ենք տալիս, որ մեզ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ, որովհետև երբ որ ուրիշները մեզ ուրիշների դեմ օգտագործում են, հետո դեն են շպրտում, մեզ թողնելով մենակ եւ մեզ թողնելով անպաշտպան։ Դրա համար մենք պետք է տեր կանգնենք մեր խաղաղությանը, մենք պետք է տեր կանգնենք մեր ճակատագրին, մենք պետք է տեր կանգնենք մեր պետությանը, մենք պետք է տեր կանգնենք մեր անկախությանը։ Սա է պատճառը, որ ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչու են քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ լինել չի կարող։ Սա ժողովուրդ ջան, աթոռի կռիվ չի, սա պաշտոնի կռիվ չի, սա պայքարա հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի, հանուն խաղաղության։ Եվ հետևաբար 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ախուրյանին, Շիրակի մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը։ Նաև էլի մի շատ կարևոր բան։ Այսօր մարդիկ ավելի պարզա քննարկում են ընտրություններում ինչա տեղի ունենում, ինչա տեղի ունենալու, ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները, իրար են հարցնում, մամուլն են ուսումնասիրում, սոցիալական ցանցերին են հարցնում, արհեստական բանականությանն են հարցնում, թե ինչա լինելու ընտրությունների արդյունքները։ Բայց ես ուզում եմ ձեզ կոչ անել, խնդրել եւ հորդորել, որ դուք այդ հարցը ուրիշներին, նույնիսկ արհեստական բանականությանը չտաք, այլ ձեզնից յուրաքանչյուրը այդ հարցը տա ինքը իրեն, որովհետև ընտրությունների արդյունքները, Հայաստանի հետագա ընթացքը, խաղաղության ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը ով այդ մեկ մարդը թող ձեր բարձացնի այդ մեկ մարդը եւ ահա այս մարդկանց, այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ախուրյանին, Շիրակին, Երևանին, Հայաստանին, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, երկու հայտարարություն։ Շիրակի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու վաղը 20:00-ին ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ վաղը 20:00-ին Գյումրիի կենտրոնական Վարդանանց հրապարակում բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ հաճույքով սպասում եմ։ Այնտեղ կլինեն ելույթներ եւ այնտեղ նաեւ ես էլ ելույթ կունենամ, բայց նաեւ կնվագեմ ձեզ համար վարչապետի հետ կատարելով իրական Հայաստանի Հանրապետություն երգը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար